Անձում դավաճանել են, ինձ հարց է տալիս. ես կկարողանամ նորից վստահել։ Միթե հնարավոր է ետ բերել կորցրած վստահությունը։ Այս հարցը ինձ համար միշտ ցավոտ է, բայց ես այս անգամ էլ կլինեմ ազնիվ ու կասեմ, որ ոչ, հնարավոր չէ։ Ինչու, որովհետև այն, ինչ դուք ունեցել եք նախկինում, դա ավելի շատ պատրանք է եղել։ Պատրանք, որ ինձ հետ երբեք նման բան չի կարող պատահել։ Ոչ իմ հարաբերության մեջ, ոչ իմ կինը, ոչ իմ ամուսինը, նա նման բանի ընդունակ չի, ես իրեն լավ եմ ճանաչում։ Եվ երբ որ այս գեղեցիկ պատրանքը քանդվում է, բնականաբար վստահությունը վերադառնալու տեղ չունի։ Բայց այս ամենով ամեն ինչ չի ավարտվում, ամեն ինչ կորսված չէ, որովհետև մենք չենք կարող եւ պետք էլ չի գնալ հին տեղը եւ փորձել վերակառուցել հին վստահությունը, բայց մենք կարող ենք ստեղծել նորը։ Իսկ նորը երբեմն շատ ավելի ուժեղ եւ իրատեսական է լինում։ Այնպես որ, եթե կլինեն անձիկ, ովքեր իրենց կյանքի այդ փուլում են գտնվում եւ հասկանում են, որ իրենք որոշում են մնալ այդ հարաբերության մեջ, ոչ թե որովհետեւ գնալու տեղ չունեն, ոչ թե որովհետեւ վախենում են միայնակությունից, ոչ թե որովհետեւ չեն պատկերացնում իրենց կյանքը առանց ընտանեկան գաղափարի, այլ ուղղակի ուզում են շանս տալ իրենց, հնարավորություն տալ իրենց կողակցին, ընտրում են ընտանիքը, ընտրում են արժեքը, ապա ես առաջարկում եմ, որ այս նորը ստեղծելու, կառուցելու ճանապարհին զանգահարել 095 51 44 54 հեռախոսահամարով։ Մենք միասին կփորձենք վերլուծել, հասկանալ, թե ինչ ձևաչափով, ինչ պատկերացումներով, ինչ նոր սահմաններով, ինչ նոր ճանապարհով կամ նոր անվտանգության բարձիկներով եք ուզում շարունակել ձեր հետագա ընթացքը։ Ես այստեղ ձեզ եմ սպասում, սիրելիներս։ Զանգահարեք, գրեք ձեր նամակները, ես կփորձեմ նաև նամակներով ձեզ պատասխանել եւ հիշեք, որ ձեր արժեքը չի որոշվում ուրիշների ընտրությամբ։